Կիսաբաց լուսամուտներից ներս թափառող մարդկային մտքեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք միացել եք Երկրի թիվ 1 թոք-շոուին և դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Լավագույն ավանդույթները շարունակելով կիսաբաց լուսամուտները կրկին եթերում է։ Նոր եթերաշրջանը սկսում ենք նոր ամփոփումներով ու նոր ակնկալիքներով։ Այս տարվա թվով 10-րդ ամփոփումն է եթերում։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս։ Կիսաբաց լուսամուտների հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանը նաև Հայաստանի սահմաններից դուրս է։ Ուրախալի է, երբ հայրենիքից հեռու գտնվող մեր հայրենակիցները դիտում են մեր հաղորդումները և մեզ հետ միասին փորձում իրականություն դարձնել հերոսներից շատերի երազանքները։ Գերթեթև քաշային կարգում WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն գերմանաբնակ հայազգի Սյուզի Կենտիկյանը 4 տարվա ընդմիջումից հետո օգոստոսի վերջին շաբաթը կրկին Հայաստանում էր։ Նրա օրինակը վարակիչ է ու ոգևորում է բազմաթիվ հայ աղջիկների սպորտով զբաղվելու և բռնցքամարտում հաջողություններ գրանցելու համար։ Սյուզին հարազատներից էր տեղեկացել 10-րդ ռաունդ թողարկման և նրա մասնակից Սոնայի երազանքի մասին։ Հայաստան ժամանելուց հետո Սյուզին որոշեց նախ և առաջ իրականացնել 10-ամյա Սոնայի երազանքը։ Շատ ուրախացա, ասացի, վայ, շատ ուրախ եմ, որ տենց աղջիկ կա, ես չգիտեի, որ հայ աղջիկ բոքսեր կա Հայաստանում։ Իրանք ասեցին, հա դե որ գաս, կարելի է մի հատ այդ աղջիկանը տեսնես, ասեցի դե կարելի է։ Անակնկալ հանդիպում, հուզմունք ու շփոթմունք։ Սոնայի համար պատրաստված անակնկալը տվեց իր արդյունքը։ Սոնան մի պահ կորցրել էր խոսելու կարողությունը։ Իսկ Սոնային քաջալերելու ու ընտրած մարզաձևում վստահ քայլեր անելու համար Սյուզին նաև նվերներ էր բերել։ Ուրեմն էսի, ես ասեցի, որ անպայման քո համար, որտեղ լսել եմ, որ դու քո քրոջը տպում ես, կամ իրան ես ոնց են ասում, տանձիկ օտագործում։ Դրա համար ասեցի, դե լավ, քույրիկդ կարա ես սենց բռնի, կամ միտեղ կարա կախեք, դու եսի սրա վրա կարա սիրուն, խփես, լավ աշխատես քո պրոմները, էլի։ Պերչատկաներ են քեզի։ Գերմանիայից եմ բերել, հատուկ քո համար, զակաս եմ տվել, ու էսի իմ առաջի կռվի, ոնց են ասում, թիկնոցն է, ես որ հագել է, էսի նենց հիշատակ եմ քեզ նվիրում։ Առջևում արդեն երազանքն իրականացնելու պահն է։ 10-ամյա Սոնայի հիշողության մեջ միշտ կմնա հենց այս մենամարտը։ Ես չէի սպասում, որ կտեսնեմ Սյուզի Կենտիկյանին, անակնկալի եկա և շատ շնորհակալ եմ նրան, խոստանում եմ, որ առաջ կգնամ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կիսաբաց լուսամուտներին նման նախաձեռնություն ստեղծելու, ընձեռելու համար, որպեսզի որ իմ աղջիկը հանդիպեց Սյուզի Կենտիկյանին։ Հույսով եմ, որ նման անակնկալներ շատ հաճելի կլինի, էլի, որ նման անակնկալների միշտ հանդիպենք։ Շնորհակալություն։ Կիսաբաց լուսամուտների սպասումով հաղորդման մասնակից Տիկին Հրիփսիմեի և նրա ընտանիքի պատմությունը հուզել էր ֆրանսաբնակ Հայարփի Հովհաննիսյանին։ Վերջինս ցանկություն էր հայտնել օգնել նրանց ու լինել այս ընտանիքի կողքին։ Հայարփի Հովհաննիսյանը հաղորդումը դիտելուց հետո որոշեց, որ պետք է օգնի այս ընտանիքին։ Մորը տեղյակ պահեց, որ ցանկանում է օգնել, քանի որ ինքն էլ երեխա ունի ու չի կարող անտարբեր մնալ ցավի հանդեպ։ Որոշումը իրականություն դարձրեց ու արդեն ամիսներ շարունակ Հայարփին կանգնած է այս ընտանիքի կողքին։ Օգնում է նրանց, վճարում նրանց տան վարձը ու շարունակ մեր միջոցով կապ պաշտպանում նրանց հետ։ Երեխային շատ ուրախանում, շատ։ Ես անուններով եմ ուզում շնորհակալություն հայտնել, որտեղ գտնվեց այնպեսի մի մարդ, որ այս նեղ վիճակում ես չեմ ունեցել ոչ մի բան, դատարկություն ա եղել իմ տանը, ամբողջը դատարկություն ա եղել։
գտնվեց տիկին Էման, ինքը տվեց ամբողջ կահույքը, նման կահույք ես չէի կարա, ես ինչքան էլ ուզենայի տարիների ընթացքում էլ նման բան ձեռք բերել հնարավոր չէր։ Ես գոհ եմ, շնորհակալ եմ, ես իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել տիկին Էմային, շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ արփին, որ այսօր մեր կողքին է։ Այսօր իմ աղջկան ուրախացնում է, այս նվերներով, սենց այս երեխեն, որ սենց ուրախ նայում է, փորձում է, ինձ համար դա շատ մեծ է։ Ես շնորհակալ եմ տիկին հայ արփին, շնորհակալություն։ Մարլեն Դիտրիխն ասել է, այնքան հեշտ է լինել բարի, պետք է միայն դնել քեզ դիմացինի տեղը, մինչ սկսել նրան դատել։ Մենք չենք փորձում դատել մարդկանց, մենք փորձում ենք լսել ու հասկանալ նրանց։ Կարճատև դադարից հետո մենք կվերադառնանք եւ կշարունակենք ամփոփել կատարած աշխատանքի արդյունքները։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Կիսաբաց լուսամուտների տաղավարում մշտապես հայտնվում են մարդիկ, ովքեր ձեր օգնության եւ աջակցության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում։ Կամ էլ զանգահարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը սպասում է ձեր արձագանքին։ 2014 թվականի ամառային ամիսներին կիսաբաց լուսամուտները չէր հանգստանում, այլ աշխատում էր, որպեսզի կարողանար օգնել ձեզանից շատերին։ Այս անգամ կիսաբաց լուսամուտները Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր Le Papillon խանութ սրահի հիմնադիր բարերար Նազ Աթիկյանի հրավերով։ Այստեղ մեզ եւս սպասում էին, մենք ունեինք բազմահազարանոց լսարան, ով սրտացավ էր մեր հերոսների ճակատագրի հանդեպ։ Արդեն 4 տարի է կիսաբաց լուսամուտները եթերում է։ Այս տարիների ընթացքում օգնել ենք հազարավոր ընտանիքների։ Նրանցից շատերը գտել են իրենց հարազատներին, շատերի իրավական ու հոգեբանական խնդիրները լուծումներ են ստացել։ Նրանցից ոմանք էլ մշտական ապաստան գտան հենց ձեր սրտացավության շնորհիվ։ Մեր լսարանը չի սահմանափակվում միայն Հայաստանի սահմաններով։ Մեզ դիտում, մեզ հետ ցավում ու մեզ հետ միասին օգնության ձեռք են մեկնում նաև օվկիանոսից այն կողմ գտնվող
Հայաստանի կարոտով ու հայրենակիցներին օգնելու սրտացավությամբ ապրող մեր ազգակիցները։ Brand View անուշ համալիրը օգոստոսի 13-ին բազմամարդ էր։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի երեկոն էր։ Այստեղ հավաքված մարդկանցից յուրաքանչյուրը մեծ սիրով արձագանքել էր մեր հրավերին ու իր ներկայությամբ ապացուցել սրտացավությունը։ Յուրաքանչյուր ապրելով իր կյանքը կարողանում է ստեղծել ու արանել, յուրաքանչյուրը կարողանում է պահել ու պահպանել։ Իհարկե լինում են մարդիկ, ովքեր իրականության կարևորագույն կետերին նայում են մաների արանքով, բայց այդ ամենի հետ մեկտեղ կորցնում ենք այն գույնն ու փայլը։ Սա այդ դեպքը չէ։ Այստեղ առկա է լավ գործն ու բարի գործը, որը մնայուն է։ Եվ որևէ լավ ու բարի գործ իրականացնելով, երբ տեսնում ես որևէ մեկի աչքերի մեջ փայլ, դա նշանակում է, որ քո հոգում երջանկություն է ծնվում։ Ինչի համար այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում գոնե մեկի համար կարողացել են լինել բարին ու լավը, եւս մեկ անգամ ասում եմ շնորհակալություն։ Այսօրվա առիթը շատ հայեցի է, շատ իրական եւ փաստացի, որ այսօր մեր համախմբվածության արդյունքում ժպտալու են ու խնդալու են բազում անհատներ ու ընտանիքներ։ Հայկական իրականության հեռուստատեսության պատմության մեջ ամենահետաքրքիր եւ յուրօրինակ շոու ծրագրերից մեկը, որն է Կիսաբաց լուսամուտներ։ Նախագիծը տարիներ շարունակ կանգնած է հայկական իրականության դժվարության մեջ գտնվող ընտանիքների կողքին։ Տարիներ առաջ հայկական իրականության դժվարին էջերի մեջ տեսնելով ու հանդիպելով մարդկանց, մի մարդու, հետո երկուսի, հետո մի խումբ մարդկանց մտքում մեծ միտք ծագելով այն դարձրեցին իրականություն եւ փորձեցին ստեղծել մի հավաքատեղի, մի պատուհան, որտեղից եւ իրենք կհետևեն ողջ աշխարհին եւ աշխարհը իրենց։ Եվ փորձելով ներկայացնել այն, ինչ իրավիճակում հայտնվել են այսօր շատ շատերը, եւ այդ իրավիճակից ինչպես կարելի է դուրս բերել մարդկանց, մարդասեր լինելով, աստվածահաճո գործ անելով, ստեղծվեց մի նախագիծ։ Նախագիծ, որը կրում է Կիսաբաց լուսամուտներ անունը։ Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը անձամբ ողջունեց ու շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի համար եւ նահանգային համագումարի ներկայացուցիչ Մայք Գադոյի անունից Կիսաբաց լուսամուտներին եւ ինձ հանձնեց հուշագիր։ Սրտանց ուզում եմ շնորհավորել Հրաչ ջան, մաղթել հաջողություն, երկար տարիների աշխատանք, որպեսզի աշխատանքը արդյունավետ լինի, որպեսզի ել ավելի շատ մարդկանց կարողանաս օգնել, երջանկացնել։ Աստված տա, որ այդ օգնության եւ աջակցության կարիքը գնալով պակասի, բայց քանի այն կա եւ այն կա եւ շատ մեծ է, այդ ծառայությունը շատ եւ շատ կարեւոր է։ Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել եւ հաջողություն մաղթել։ Եվ մի բան էլ ասեմ, ուրեմն պրոտոկոլը խախտելով մենք ունենք մի հուշագիր Մայք Գատոյից, որը մեր նահանգային համագումարի ներկայացուցիչն է այս շրջանից։ Կարդամ հուշագիրը շատ կարճ է եւ հանձնեմ քեզ Հրաչ ջան։ Ուրեմն presented to Hrach Muradyan in recognition of your successful show. I commend your philanthropic contributions to the people of Armenia. Thank you for your endless contributions and generous donations to the families of Armenia. I wish you and your television program, Կիսաբաց լուսամուտներ, many more years of success and prosperity. Mike Gatto, Assemblyman, 43rd District. Շնորհակալություն հայտնեմ։ Երեկոյի ընթացքում Կիսաբաց լուսամուտների ստեղծագործական թիմը եւս մեկ պատվոգիր ստացավ։ Այս անգամ Գլենդելի ոստիկանապետ Ռոբերտ Կաստրոյի կողմից ձեռքբերումների եւ հանրությանը նվիրված լինելու համար։ Իսկ ոստիկանապետի բազմազբաղ լինելու պատճառով պատվոգիրը նրա փոխարեն հանձնեց ոստիկանության ներկայացուցիչը։ Thank you. Բարեգործական երեկոյի բացումն ազդարարեց Գրիգորի Ալոն Սետրակյանի ղեկավարած M-Dance պարային ստուդիան։ Միջոցառմանը ներկա էին երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, ովքեր երկար տարիներ ապրում են Միացյալ Նահանգներում։
Իսկ երեկոյի գլխավոր հյուրն էր հայկական երգարվեստի կենդանի լեգենդ, երգիչ Հարութ Փամբուկչյանը։ Ժողովուրդ, իմ այստեղ լինելը պատահական չէ, իմ այստեղ լինելը նպատակային է։ Ով որ կարողանում է հայրենի իրականության մեջ Հայաստանի համար, հայրենիքի համար մի քարի վրա, մի քար ևս ավելացնել, դա ինձ համար հարգանքի արժանի է։ Ով որ կարողանում է մի ընտանիքի, մի հատ փոքրիկի, մի հատ երեխայի, մի հատ կարիքավորի, ինչ-որ մի բանով, լինի հոգեպես, լինի ֆիզիկապես, լինի ֆինանսապես, նա ինձ համար հարգանքի արժանի է։ Այսօր կիսապատ լուսամուտները մենք պետք է մի քիչ ավելի բացանենք, որ ավելի հեռուն տեսնենք, որ ավելի շատ կարողանանք օգտակար լինել մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Եվ վերջապես մենք բոլորս այստեղ ենք մի նպատակի համար, օգնելու համար։ Սիրում քեզ մոռացել սպասեցի ես քո ճամբին անցավ կյանքս երասներս անգամ գնաց սերս մնաց սիրում քեզ մոռացել ես անվերներով Քանչերով ինձ այրեցի, սիրում էի հոգս վրա վերք թողեցի, սիրում եմ քեզ, գնա ուրիշի դու հավատա, գնա քեզ չեմ մոռանա, ափսոս կյանքս անցավ գնաց, Սիրս մնաց, սիրում Բարեգործական միջոցառման ընթացքում հավաքվեց $15,130, որն անպայման կծառայի նպատակին։ Այս մասին ավելի մանրամասն կներկայացնենք կիսաբաց լուսամուտների տարեվերջյան ամփոփիչ թողարկմանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն բարերարներին, ովքեր մասնակցեցին միջոցառմանը ու հենց իրենց ներդրումն ունեցան այս բարեգործական երեկոն իրականություն դարձնելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Le Papillon խանութ սրահի հիմնադիր բարերար Նազ Աթիկյանին և Brand View անուշ համալիրի տնօրեն Վրեժին և նրա տիկնոջը Անիին։ Նոր եթերաշրջանի մեր նոր արդյունքների մասին կիսաբաց լուսամուտների խմբագրությունում հնչած անակնկալ և շոկային զանգի մասին մենք կխոսենք փոքրիկ դադարից հետո։ Սա կիսաբաց լուսամուտներն է երկրի թիվ 1 թոք-շոուն արդեն 10-րդ անգամ ամփոփում է կատարած աշխատանքի արդյունքները։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։
Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչած անակնկալ զանգը ցնցեց կիսաբաց լուսամուտների աշխատակազմին։ Խոսափողի հակառակ կողմում որդեկորուս մայրը ցավը սրտում փորձում էր իրականություն դարձնել Սիսի 23-ամյա որդու կիսատ թողած երազանքները։ 2014 թվականի մարտի 13-ը ճակատագրական եղավ Հախնազարյան ընտանիքի համար։ Ողբերգական ավտովթարից մահացավ նրանց միակ որդին, 23-ամյա Սիսը։ Ամբողջ կյանքի ընթացքում հայրենիքից հեռու, բայց հայեցի ու հայկական ոգով դաստիարակված Սիսի երազանքն ու ցանկությունը եղել է երբևէ լինել Հայաստանում։ Սակայն բախտի անիվը այլ բան էր նախատեսել նրա համար։ 23 տարեկանում նա հեռացավ, այդպես էլ չիրականացնելով մի շարք երազանքներ։ Տարիներ շարունակ տղայիս հետ միասին դիտել են կիսաբաց լուսամուտները եւ միշտ ցանկությունը առաջացել մեր մեջ, որպեսզի օգնենք ընտանիքներին, առավել եւս դեպքի պատահարից հետո փորձեցի իրականացնել նրա ցանկությունը։ Սիսի հոգին խաղաղեցնելու ու հանգստություն պարգևելու համար տիկին Արմիկը այսօր քայլ առ քայլ փորձում է իրական դարձնել որդու երազանքներն ու ցանկությունները։ Մայից հետո փորձեցի իրականացնել Սիսի երազանքը եւ խնդրեցի բոլոր հարազատներին, որպեսզի ծաղկեպսակների փոխարեն դրամական վիրատվությունները ուղարկվի կիսաբաց լուսամուտներին։ Դրանով ցանկացա նրա վառ հիշատակը պահել բոլորի սրտերում։ Փորձեցի անմահացնել նրա անունը եւ փորձում եմ ու կփորձեմ, կշարունակեմ սատար կանգնել ընտանիքներին Հրաչ Մուրադյանի աջակցությամբ, օգնությամբ։ Հողարկավորությունից ստացված գումարները Սիսի հորաքրոջ միջոցով ուղարկեցինք Հայաստան։ Կիսաբաց լուսամուտների արձակուրդ մեկնելուց առաջ մեր խմբագրություն հնչեց եւս մեկ զանգ։ Տիկին Վերան էր, Սիսի հորաքույրը, զանգով տեղեկացնում էր, որ եկել է Հայաստան իրական դարձնելու Զարմիկի երազանքը։ Սիսի երազանքն իրականություն դարձնելու առաջին քայլերը տիկին Վերային տարան օգոստոս 22 հաղորդման հետքերով։ Մայր ու աղջիկ, ովքեր ապրում են իրարով ու նաև իրենց կյանքում լավ փոփոխությունների հույսով։ Լավ փոփոխությունն էլ նրանց կյանքում գուցե հենց սա էր։ Ես մենակ ուզում եմ ասել, որ այս օգնությունը իմ եղբորս տղի հիշատակին է, որ դժբախտաբար մահացավ եւ այս գումարը նվիրատվություններ են, որ մարդիկ արան փոխարեն ծաղիկ բերելու գերեզմանատուն, ստացան գումարներ, որ իրեն մաման շատ փափագ ուներ, որ դար կիսաբաց լուսամուտերին, որ Սիսի անունը մնար
տարբեր եւ տարբեր ընտանիքների մեջ։ Հիմա գույսան, որ երբ որ օգտվում եք այս բաներից, հիշեք իրեն։ Իհարկե շատ անսպասելի էր, շատ շնորհակալ եմ, շատ անսպասելի զանգ ստացա կիսաբաց լուսամուտներից ու շատ շնորհակալ եմ բոլորից հետ։ Ձեր կոլեկտիվից, ձեր կիսաբաց լուսամուտներից, որը որ մեր համար կիսաբաց չի, արդեն բացված լուսամուտներ է, ու շատ շնորհակալ եմ Տիկին Վերայից, հանձինս իր ամուսնու հետ որ եկել են, մեր կողքին են, շնորհակալ եմ, որ իրանք կան, Աստծուց շնորհակալ եմ բոլորից, որ ձեր նման մարդիկ մեր կողքին են։ Ալվարդը տարիներ առաջ իր հորն էր կորցրել ու գուցե նրանից լավ ոչ ոք չկարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում Տիկին Վերայի հոգում։ Ու հենց այդ ցավն էր գուցե, որ միավորեց ու ավելի մտերմիկ դարձրեց նրանց։ Շնորհակալ եմ անչափ, իրոք անսպասելի էր, ես ընդհանրապես ոչ սպասում էի, ոչ տեղյակ էի, անսպասելի էր ու մինչև օրս ուրախության արցունքները չեն դադարում իմ աչքերից թափել։ Մի խոսքով, ամեն ինչից շատ շնորհակալ եմ, չէի սպասում։ Ու Աստված տա, որ սենց բարի մարդիկ շատ լինեն մեր Հայաստանում, որտեղ մեզ հայերիս շատ են պետք։ Մեզ նման անապահով ընտանիքների կողքին այսպիսի հայեր շատ են պետք։ Հուսով եմ, որ Աստված իրոք կատարեց իմ նման շատ-շատերի երազանքներ, շնորհիվ իհարկե ձեզ։ Իրար համար ու իրարով ապրող Կատարինեն ու Անդրանիկը մինչև օրս էլ դժվարություններ հաղթահարելով, բայց իրար համար շարունակում են ապրել։ Նրանց դժվարություններն էլ փորձեցինք թեթևացնել, իրականացնելով Սիսի կիսաբաց լուսամուտներ դիմաց ընտանիքներին օգնելու ցանկությունը։ Ցավակցում եմ այդ ընտանիքին, որ դες դժբախտ պատահար է եղել, անչափ շնորհակալ եմ, խորին շնորհակալությունս եմ հայտնում։ Միայն ամենալավ բաները, անչափ ուրախացա, չէի պատկերացնի, որ զանգահարեցիք, ասիք, այս ամեն ինչը որ ունեցանք։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ ասեմ։ Անցյալում կատարված ամեն ինչ անդառնալի է, սակայն դրա հետ կապված հիշողություններն ու դրանից մնացած ստվերները միշտ էլ մեզ ուղեկցում են։ Անցյալի ստվերներ ու Տիկին Վերայի հետ այցելություն Լիլիթ Ասատրյանին ու նրա ընտանիքին։ Շատ ուրախ եմ, որ եկել եմ ձեզ տեսնելու։ Կրկնակի անգամ ուրախություն պատճառեց մեզ կիսաբաց լուսամուտները։ Ի շնորհիվ ձեզ, Տիկին Վերա, շատ հուզված եմ, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, շատ։ Կիսաբաց էդի հույս է, հույս, մեզ համար հույս է։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Մանկությունից դժվարություններ, հաշմանդամություն, հարազատ մարդկանց դավաճանություն, բայց այս ամենի հետ մեկտեղ լավատեսություն, հույս ու սպասումներ։ Արմանը հավատում է, որ մի օր կրկին կքայլի, պետք է գործել եւ աշխատել, ասում է նա ու պատրաստվում է նոր կյանք սկսել։ Կիսաբաց լուսամուտները դիտելով բարի մարդիկ ինձ օգնել են, որի համար շատ շնորհակալություն եմ ցանկանում բոլորին։ Եվ կիսաբաց լուսամուտներին մաղթում եմ ոնց բարգավաճ հաղորդումներ եւ կարողանան բոլոր ինձ նման մարդկանց օգնել։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում իրանցից, որ հարգելով Արմանի հիվանդությունը բանը օգնել են։ Իրանց էլ մենք ցավակցում ենք, համբերություն ենք ցանկանում։ Դժբախտ դեպքալա բան չի եղել, բայց ցավակցում ենք։ Էլ բան չկրկնվի չլիներ։ Սիրուն Թովմասյանն իր կյանքն ապրում է միայն իր երեխաների ու հատկապես Գագուլիկի համար։ Իր ամբողջ կյանքը նվիրել է Գագիկին ու նրան ուրախացնելուն։ Գագիկը մանկական ուղեղային կաթվածով է հիվանդ։ Հաղթազարյանների ընտանիքը որոշեց նաև նրանց օգնության ձեռք մեկնել, նրանց հոգսն էլ թեթևացնել։ Ով որ ինձ ձեռք է մեկնել, շատ շնորհակալ եմ այդ ընտանիքին, որը իրանց երեխայի ծախսերի հաշվին ցանկացել են օգնել նաև մեր երեխաներին։ Ձեր բոլոր անձնակազմից այս բերած բոլոր նվերներից շատ շնորհակալ եմ։ Հայրենիքի համար ու հանուն հայրենիքի պայքարած Արմեն Մելքոնյանին օգնության ձեռք մեկնելու Սիս Հաղթազարյանի ընտանիքի ցանկությունը եւս իրականություն դարձավ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր ինձ օգնող մարդկանցից, որ գտան, որ կարելի է ինձ օգնել ու շատ շնորհակալ եմ այդ մարդկանցից, որ
իրանց ցավը թողած հնարավորություն ունեցան ու թան իմաստ թան մեկ ուրիշի ցավը կիսելու դրան շատ շատ շնորհակալ եմ իրանցից դա ինձ համար եւի եթե սուտ չասեմ իմ ամենամեծ նվերը ինձ է տվել որ մարդ իր մարդկությունը դեպս են ամենաչնչին ցավի դեպքում չի կորցնում դիմացինի հանդեպ ով էլ որ գալի է այդ մարդը Երկար ժամանակ է այս ընտանիքը էլեկտրաէներգիա չունի եւ Սիսի շնորհիվ այս հարցը եւս իր լուծումը ստացավ Ես էլ եմ զավակներ կորցրել երեխաներ ու հասկանում եմ ձեր ցավը կիսում եմ ձեր ցավը ձեր հետ քանի որ ես էլ եմ այդ ցավի միջով ապրել ու ձեզ լավ եմ հասկանում ու չմոռանալով այդ ցավերը դուք որոշել եք օգնել մեր նման մարդկանց շատ շնորհակալ եմ ձեզանից որ օգնում եք մեր նման մարդկանց Երկար տարիներ շարունակ մենք լույս չէինք ունեցել մոմի լույսի տակ էինք նստում Սիսի ընտանիքից շնորհակալ եմ որ այս լույսի համար որ տրամադրեց մենք էլ ենք երեխա կորցրել, մենք վիշտը ձեր հետ կիսում ենք թող Աստված ձեզ համբերություն տա որ ձեր ընտանիքներում այն կորուս չլինի, ուրախություն լինի, երջանկություն լինի ձեզ համբերություն Աշունն արդեն իր լիազորությունների մեջ է մտել ու ամուր տանիք ունենալու եւ անձրևներից պաշտպանվելու համար Հախնազարյան ընտանիքը ցանկություն հայտնեց օգնել մանկություն որոնելիս հաղորդման մասնակից Հայկուհի Սմբատյանին եւ կառուցեց նրանց տանիքը։ Լսել եմ, որ դժվարություններ ունեք եւ հույսով եմ, որ մեծեվով կարողանանք օգնել ձեր տանիքի խնդիրը եւ ես կուզեմ իմանալ, որ իմ եղբորս տղի Սիսի հիշատակն է, որ կուզեմ նվիրել որ դուք կարողանաք ավելի հանգիստ կյանք ունենալ եւ պստիկը կարողանա այն պայմաններում մեծանա, որ արժանի է որ մեծանա։ Ձեզ շատ շնորհակալություն։ Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դեմքով տեսա, վերջապես տեսա ովքեր են ինձ օգնում, ձեզ շատ շնորհակալություն։ Թող Աստված փոխհատուցի։ Ամենամեծ բարեմաղթանքն է դա, որ Աստված կարողանում է փոխհատուցի լավ ձևով։ Այս քամիներն ու խոնավությունը իրան ձեր աջակցությունը իսկ ժամանակին է եկե հասե, չգիտեմ, շատ շնորհակալություն, իմացեք, որ ձեր սրտով եք առաջնորդվել, ճիշտ եկել եք, հենց շատ շնորհակալություն կրկնում եմ բոլորից, ահա տեսեք այս սրտերը, ես միշտ բարձրանում եմ մարդկանց սրտերով։ Ես շատ ուրախ եմ, որ եթե կարողանամ Սիսի անունով ձեզի օգնել, մեղանք, որ իսկապես արժանի եք, իսկապես։ Քիվը պարտեն մատեզանով։ Հույսով եմ Աստված ձեր հետ ելնի, դեպս այնց հետո ձեր օրերը ավելի պայծառ են, քան դերես, և անձրևը և բանը, վստահ եմ, որ կիսաբաց լուսամուտերը պետք է, որ կարգադրի շատ լավ ձևով։ Հիմա արդեն տանիքը կապված է, փաստորեն էլ չի կաթալու, ես շնորհակալ եմ նրանցից, անչափ գոհ եմ, արդեն մի փոքր հանգիստ եմ, ճիշտն ասած մի քիչ անսովոր է, եկան աշխատանքները արեցին, գնացին, իմ համար մի փոքր սյուրպրիզ էր, որովհետև ես տանը չէի, եկա տեսա կատարված ամեն ինչը, սա մի քիչ նվերի պես էր։ Պայծառիկին պայծառ մանկություն պարգևելու համար մեր հեռուստադիտողներից շատերն են այս ընթացքում նրա կողքին եղել ու նրան շատ հարցերում օգնել, բայց ամենամեծ օգնությունը, որ կարող էր նրա համար լինել, նվիրական երազանքի մշտական ապաստան ունենալու իրականացումն էր։ Այս հարցում նրան օգնելու, երազանքն իրականացնելու ու սեփական տուն ունենալու ցանկությունն իրականացրեց Հախնազարյան ընտանիքը։ Ցավակցում եմ Սիս Հախնազարյանի ընտանիքին իրենց որդու դժբախտ պատահարի համար։ Մեզ օգնեցին, մեր տան գումարը վճարեցին եւ մենք հիմա տուն ունենք, դրսում չենք հայտնվի։ Շատ շնորհակալ եմ։ Իմ երազանքը այսօր կատարվեց։ Մենք ունենք մեր գլխին տանիք եւ դրսում այլևս չենք հայտնվի եւ մեզ անհանգստացնող էլ չի լինի։
տան հարցով։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն ծնողից, որ ինքը ուժ ունի ապրում է, որ երեխայը կորցրել, որ օգնել է ամեն ինչով, որ իմ երեխեք դրսում չմնա։ Ցավակցում եմ, որ 23 տարեկան երեխա են կորցրել, նրանց ցավը տալել են մի կողմ, օգնել են մեր երեխեքին, որ կռիչ ունենան, տուն ունենան, փողոցներ չմնան, շատ շնորհակալ եմ, եթե իրանց հետ ոնց ցավակցում եմ, եթե իրանց հետ մտածում եմ, շատ հուզվում, շատ վատ եղամ, նրանց երեխի կորցնելու դարձա։ Անկախ կրոնից յուրաքանչյուր մարդ, ով բարի գործ է անում, փրկվում է։ Այսօր Սիս Հախնազարյանի հոգին փրկվել է իր ընտանիքի կատարած բարի գործերի ու սրտացավության շնորհիվ։ Մենք մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում այս ընտանիքին, ով սեփական ցավը ու դրա մեծությունը մոռանալով որոշեց կանգնել մեզ դիմաց ընտանիքների կողքին։ Դրանով ուզում եմ հենց խաղաղեցնել իր հոգին, որ եթե դիտում է ինքը մեզ վերևից, դրանով մի բարի գործ կատարած լինի, կփորձեմ, ինչ որ ինքը չի իրականացրեց, ես կիրականացնեմ իրեն փոխարեն ու խոստացել եմ, որ ամեն տարի որոշ չեմ խոստանում շատ մեծ գումարներ, բայց ամենայն դեպս կարողանամ ամենակիչ 2-3 ընտանիքի կարողանամ օգնեմ, դրանով ավելի մխիթարեմ ինձ կամ հանգստացնեմ։ Կիսաբաց լուսամուտներից ներս լավագույն ավանդույթները շարունակվում են։ Նոր եթերաշրջանում մենք շարունակում ենք ամփոփել Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքը։ Մի փոքրիկ դադարից հետո մենք կվերադառնանք հեռուստատեսային տաղավար։ Հեռու չգնաք։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բանկա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբաց լուսամուտների տաղավարում մշտապես հայտնվում են ընտանիքներ, ովքեր ձեր օգնության եւ աջակցության կարիքն ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք այս պահին տեսնում եք ձեր էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգահարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Մենք սպասում ենք ձեր արձագանքին։
Լավագույն ավանդույթները շարունակելով եւ պահպանելով նոր եթերաշրջանում Երևան City-ն կրկին մեր կողքին է։ Ինչպես նախորդ եթերաշրջանում, այնպես էլ նոր եթերաշրջանում Երևան City սուպերմարկետների ցանցը կիսաբաց ուսամուտների հետ կրկին սկսում է իր բարեգործական ծրագրերը։ Բարեգործական ծրագրերը նպատակողված են սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելուն եւ նրանց աջակցելուն։ Օգնությունները կրկին կլինեն սնունդի տեսքով եւ արդեն նոր եթերաշրջանում ընտրվել են 6 ընտանիքներ, որոնց Երևան City սուպերմարկետների ցանցը կօգնի սննդամթերքով եւ առաջնային պարագաներով, որը նրանց հուսով եմ շատ օգտակար կլինի։ Երևան City-ն շարունակում է լինել սոցիալապես անապահով ընտանիքների կողքին եւ մշտապես կաջակցի նրանց։ Բախտի քմահաճույքին հանձնված Մարիամ Փափազյանն Աստծո ողորմությամբ ու սիրով իր փրկությունը գտավ Ռաֆայելի ու Լիաննայի ջերմընտանիքում։ Փրկության այգուց կիսաբաց լուսամուտների տաղավար, իսկ հետո արդեն մեր եւ Երևան City-ի օգնությունը նրան ու նրա կողքին կանգնած ընտանիքին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ լավ իմ գնահատված մարդիկ կան, որ օգնում են իմ նման մարդկանց։ Այն ինչ որ պետք էր ինձ ունեցա։ Զգացի մարդկանց գնահատականը, որ չեն նման առողջ թե հիվանդ։ Կարևորը ես շնորհակալ եմ սրտից։ Անձամբ շնորհակալ եմ կիսաբացի, շնորհակալ եմ Երևան City-ից եւ շնորհակալ եմ ամենակարևորը Աստծուց, թող Աստված բոլորին առողջություն ու երջանկություն տա։ Շենգավիթ վարչական շրջանից կիսաբաց լուսամուտները ուղևորվեց Շահումյան գյուղ։ Կույր բաժանում ու սոցիալական ծանր պայմաններ։ Այս ընտանիքին եւս հասցրեցինք անհրաժեշտ սննդամթերքը, ուրախություն, հուզմունք ու փոքրիկի ժպիտներ։ Հենց այս ժպիտներն են, որ մեզ երջանկություն են պարգևում ու առաջ մղում նոր քայլերի համար։ Ուղղակի հուզված եմ, չեմ կարող բառերս ասել։ Շնորհակալ եմ Աստվածին ինձ հաջողություն տա, ել ավելի, որ ինչքան կարիքավոր մերպես մարդիկ կան։ Ես իրանց բարեօգության համար շատ շնորհակալ եմ, շատ, Աստված թող իրենց օրհնի։ Արփինե Մխիթարյանը մենության ուղին բռնել է հարբեցող ամուսնուց բաժանվելուց հետո։ 3 երեխաներին միայնակ մեծացնող Արփինեն իսկապես մեր օգնության ու աջակցության կարիքն ուներ։ Մենք էլ անտարբեր չկարողացանք մնալ ու այցելեցինք նրան եւս, մեզ հետ տանելով սննդամթերք ու առաջին անհրաժեշտության իրեր։ Երևան City-ին է շնորհակալություն, որ շուտ ընդառաջին եւ օգնեցին։ Այս ամբողջի կարիքը շատ ունեի, ուտելիքի, փոշու, որ աջակցում եք, շնորհակալություն եմ հայտնում, շատ շնորհակալություն, թող Աստված էլ իր բոլորին հասնի, ով որ նեղնա, այս պայմաններում ապրում է, թող բոլորին էլ իրանք էլ որ տալիս են, Աստված էլ իրանց միշտ տա, որ իրանք էլ ուրիշներին օգնեն։ Հոր կարոտով ու բացակայությամբ, բայց միշտ մոր քնքշանքով շրջապատված։ Իսկ այսօր արդեն ամուսնուց հեռու Լիաննա Հովանիսյանը միայնակ է մեծացնում իր երեխաներին։ Սոցիալական ծանր պայմանները ու օգնության հույսը նրան բերել էր երկրի թիվ 1 թոք-շոուի տաղավար, իսկ այդ հույսերը մի փոքր արդարացնելու նպատակով արդեն մենք նրանց հյուր գնացինք։ Ես անչափ շնորհակալ եմ, շատ գոհ Երևան City սուպերմարկետից, ձեզանից, բոլորից, նամանավանդ այն մարդկանց, ովքեր որ չեն ելնում մեզ օգնելու համար։ Անչափ շատ շնորհակալ եմ, ինչ մեզ արել Աստված փոխանցածի։ Անչափ շնորհակալ եմ։ Մեր այցելությունը Էլմիրայի կյանքի օրագրում մեկ լուսավոր էջ ավելացրեց։ Էլմիրայի երեխաները մեզ դիմավորեցին, իսկ հետո սկսեցին ուրախությամբ ու մեծ հետաքրքրությամբ դատարկել տոպրակների պարունակությունը։ Երևան City շատ շնորհակալ եմ, որ այս օգնությունը տրամադրել են։ Ես սպասում եմ, որ դուք կգաք, հավատում եմ, որտեղ որ մարդկանց օգնում եք։ Արմեն Վարդանյանի 12-ամյա դուստրը հոր համար միայն երջանկություն է ուզում։ Ես ուզում եմ իմ պապային երջանկությունը խնդրեմ։ Հոր երջանկությունն էլ իր երեխաներին ապահովված ու անհոգ տեսնելն է։
Նրան այդ հարցում օգնելու համար մենք այցելեցինք Արմենի ընտանիքին ու Երևան City-ի տրամադրած օգնությունը փոխանցեցինք նրանց։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ աջակցեցիք Երևան City-ի հետ միասին, օգնեցիք։ Ուիլյամ Շեքսպիրն ասել է. «Ես երբեք չեմ ափսոսալ նրա համար, որ բարի գործ եմ արել»։ Մենք եւս չենք ափսոսում նրա համար, ինչ արել ենք։ Իհարկե ձեզ հետ միասին եւ օր-օրի, ամիս առ ամիս փորձում ենք ավելացնել դրա չափաբաժինը։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտների այս տարվա թվով 10-րդ ամփոփիչ թողարկումը։ Առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք ցտեսություն։